Ակցիան ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Ես չեմ կարող չարձագանքել պարոն Խաչատրյանի մի քանի հայտարարության, պարոն Խաչատրյան, երբ որ կարդում եք կառավարության ծրագիրը եւ խոսում եք այդ ծրագրում տեղ գտած ձևակերպումների մասին, Ղարաբաղի վերաբերյալ, այդ թվում խոսեք նաեւ այն մասին, թե դուք ինչով եք զբաղված հենց նույն Ղարաբաղի ղեկավարների հետ, հենց նույն դաշնակցությունը եւ ձեր քաղաքական շրջանակները, երբ որ այնտեղ պալատական հեղաշրջում էին անում եւ ոգևորված մտածում էին, որ հեսա այդ հեղաշրջումը կներմուծեն նաեւ Հայաստան, շնորհավորում էին եւ հետո մի քանի օր հետո լուծարում էին Ղարաբաղը։ Բա այդ ժամանակ դուք ասելու բան չունեիք։ Հիմա եկել եք այս վարկային ծրագրի քննարկման ժամանակ խոսում եք կառավարության ծրագրի այդ կետի վերաբերյալ, որտեղ որ կառավարությունը բազմաթիվ քայլեր է արել, բազմաթիվ հայտարարություններ է արել, որպեսզի մենք այդ իրավիճակը կարողանանք ճիշտ կառավարել։ Եվ ամեն հայտարարությունից հետո, այդ թվում վարչապետի այս ամբիոնից արված հայտարարություններից հետո դուք եւ Ղարաբաղում ձեր գործընկերները բան էիք ան, տորպեդահարում էիք տարատեսակ հայտարարություններով, որ այ տեսեք, հեսա մենք կգնանք, սա կանենք, վերջում տեսանք ինչ արեցիք։ Ասում եք փաստացի քննադատում եք, որ Հայաստանը զենք է առել։ Հիմա էլ եկել եք քննադատ, ասում եք ոնց Հայաստանը հայտարարեց վարչապետը, որ զենք են առել։ Բայց այն ժամանակ էլ ասում եք Հայաստանը զենք չի առնում, չի զինվում, մենք եսիմ գնում էինք, հասնում էինք, բանենք, մեր մոտ ասենք բաներ են, ինչ որ զորահրամանատարներ են, իսկ դուք չեք կարողանում սա անել, նա անել։ Եվ հետո հիմա կողմ եք քվեարկելու այս նախագծին, թե չէ, պարոն Խաչատրյան։ Կողմ եք քվեարկելու։ Շատ լավ, հեսա մի հատ էլ հանձնաժողովի նիստը թող լինի, ձեր առաջարկները թող հնչեն, հետո հույս ունենամ, որ այո իսկապես քվեարկեք։ Եզրափակիչ ելույթ, պարոն Խաչատրյան։